Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը վստահեցնում է, որ ազգային և եկեղեցական տոները անհրաժեշտ է համաժողովրդական տոնախմբության վերածել, վերհիշել և տարածել, դրանք մեր ազգային նկարագրի անբաժանելի մասնիկն են։ Հայկական ավանդական խոհանոցի չբացահայտված բաղադրատոմսերի, զատկական սեղանի բնորոշ ուտեստների, առհասարակ հայ ազգային խոհանոցի յուրահատկությունների և խնամականչի ուտեստի առանձնահատկության մասին զրուցել ենք լեգենդար խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ, ով նախ անդրադարձավ զատկական սեղանի խորհրդին։ Շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ միանշանակ նշել, որ մեր բոլոր տոները, լինի դա եկեղեցական տոն թե ժողովրդական, դրանք բոլորը մի ամբողջ համակարգ են, որտեղ ներառված են եւ սննդի համակարգ, եւ խաղեր, ռազմախաղեր, եւ երգ, երաժշտություն, ինչ որ մի այլ գեղարվեստական մաս, դրանք բոլորը մի համակարգ են եւ իհարկե բացառություն չի նաեւ զատիկը եւ զատկական կերակրատեսակը։ Մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը ես միշտ նշում եմ դա եւ միշտ համեմատում եմ դա անվանում եմ որպես խոհանոցի ավետարան, խոհանոցի հանրագիտարան չէ, այլ ավելի մի սուրբ բան, որովհետև մեր ազգային խոհանոցի հիմքը հենց որպես կայացած խոհանոց այդ տոնածիսական կերակրատեսակների համակարգն է։ Զատկական կերակրատեսակներից մի քանիսը նշեցիր դու, փլավը չամիչով եւ ընկուզեղենով, ձուկը, կանաչեղենը, վայրի ուտելի բույսերը, ձուն եւ իհարկե ամենահիմնական եւ ամենատիսական կերակուրը ես միշտ համարել եմ ածիկը։ Տոնը հարության տոնն է։ Նախկինում նշվել է որպես բնության զարթոնքի տոն, որպես մեռնող հառնող աստվածության հետ կապված, ոնց որ այդպիսի բաներ կա, ես եթե շատ ազգագրական խորը գիտելիքներս չունեմ, եթե ինչ-որ բան այնպես չասեմ կներեք, բայց այնուամենայնիվ հենց ածիկի իմաստը, ածիկի ծիսական նշանակությունը հենց կայանում է նրանում, որ ցորենի հատիկը ընկավ հողի մեջ, ինքը մահացավ, ծալարձակեց նոր կյանքը, որտեղ ածիկը այն նոր ծիլն է, նոր ծլից պատրաստված կերակուրն է, երբ որ առանց արևի մի մութ տեղ ծլեցնում են ցորենը, մինչև 1-1.5 սանտիմետր երկարության, չի կանաչում, սպիտակ է մնում, այնուհետև հավանգի մեջ կամ սանդի մեջ ճզմում են, քամում, դուրս է գալիս շատ քաղցր հյութ։ Այդ հյութի մեջ պարբերաբար խառնելով լցնում են ալյուրը եւ եփում։ Եվ ստացվում է ծորացող զանգվածից մի քիչ պինդ զանգված, շագանակագույն մի զանգված, քաղցր եւ շատ օգտակար, հատկապես երեխաներին, հատկապես մանկական որպես սնունդ։ Բնականաբար եւ տեսեք զատիկը նախ հաջորդում է պահքի։ Պահքի ժամանակ մենք կենթանական ոչինչ չենք օգտագործում։ Եվ այստեղ հավասարակշռությունը, այսինքն անցումը դեպի ուտիս ժամանակաշրջան շատ ճիշտ է բռնեցրած, շատ ճիշտ է վերցրած, գնալ դեպի դյուրամարս կենթանական սպիտակուցների ընդունում։ Ձուկը դյուրամարս, ամենադյուրամարս մսեղենն է, ձուն ամենալավ, ամենաթեթև եւ ամենաշատ մարսվող սպիտակուցը ունի, տոկոսային հարաբերությամբ մոտավորապես 93-94%-ը ձվի ամենաշատ մարսելիությունը ձվի սպիտակուցինն է պատկանում։ Եվ այսինքն այդ արդեն անցումը դեպի ուտի ժամանակաշրջան միանգամից ծանրաբեռնվելով չի ընդունում մարդը, այլ աստիճանաբար։ Ընդհանրապես
իզուր չէ, որ ես այդ համակարգը աստվածաշունչ եմ համարում կերակուրների, խոհանոցի, ամեն ինչ հաշվարկված է։ Ամեն ինչ, եւ այս տոնատեսական կերակրատեսակների մեջ մենք կարող ենք փնտրել եւ գտնել մեր աշխարհընկալումը, մեր բնության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր մտածելակերպը եւ ընդհանրապես մեր վերաբերմունքը մեր շուրջը տիրող ամեն ինչին բնության։ Եթե որտեղից են գալիս։ Այո, եւ որտեղից են գալիս, այո, անշուշտ։ Պարոն Մամուլյան, ձու խաշելու, այսպես ասած, ձու ներկելու այդ փուլը սովորաբար մեր հայկական ավանդական ընտանիքներում ներկում ենք սոխի կճեպով, իսկ այլ բաղադրատոմսեր կառաջարկեք։ Ես գիտեմ, որ կարմիր գույն ստանում են նաև տորոնի արմատներից։ Տորոնը բույս է, որի արմատը կարմիր գույն է տալիս եւ նաև անթառամ ծաղիկի թերթերից դեղին գույն է ստացվում, այսինքն բնական գույները արգա են հայոց բնաշխարհում եւ շատ դեպքերում մենք չենք նկատում, բայց հենց այդ բնական գույներից պիտի ներկվի։ Այս մասով նույնիսկ մենք տեսեք մենք մի քիչ որ շեղվենք գորգերի մասով նույնիսկ երբ որ նայում ենք մանավանդ այն էժան կտորը, այն կտոր եմ ասում, բայց դա իրականում լաթ է, այդ Թուրքիայից ներկրված այդ բան, նույնիսկ այնտեղ երևում է գույների ոչ բնական լինելը, ոչ բնական լինելը, արհեստական գույները, այ դրանց մասին էլ պիտի մենք հոգ տանենք, խոսենք եւ հորդորենք, որ ձեռնպահ մնան եւ չվերցնեն։ Գույները, այո, բնական գույներ պիտի լինեն, ամեն ինչում։ Պարոն Մամուլյան, ինչով է պայմանավորված, որ մենք առհասարակ հայ ազգս մեր հայկական մենթալիտետում մենք սովորենք, որ ուրիշինը ավելի լավն է, ուրիշինը ավելի գեղեցիկ է, ավելի լավ է փաթեթավորված, քան մեր հայկականը, եւ դա վերաբերում է բոլոր ոլորտներին, ոչ միայն խոհանոցին։ Օտարամոլությունը շատ խորքային մի չարիք է, որը նստած է մեր հասարակության մեջ եւ այո ամենուր ներսից քայքայում է մեր ինքնությունը։ Սա շատ վատ բան է։ Չգիտեմ, իհարկե այլ ազգերի մեջ էլ կան այդպես, բայց մենք այդ շռայլությունը չունենք, որ մենք այս բյուրեղացած աշխարհում մի բան էլ մեր իրականը եւ մեր ավանդականը թողած, մեր ազգանը թողած օտարամոլությամբ զբաղվենք։ Շատ ցավալի մի հարց բարձրացրիր Էլենա ջան, սա խոհանոցում էլ է արկա։ Սա խոհանոցի նկատմամբ նույնիսկ շատ այդ վերաբերմունքը ավելի շատ է կործանիչ ինչ որ իրավիճակ ստեղծում, քան օտարի յուրացնելը, որովհետև մենք ներսից ենք քանդում մեր ինքնության տաճարը, ներսից ենք քանդում մեր ինքնության կառույցը։ Օտարամոլությունը, ես գիտեք ինչ, ես այդ մարդկանց համարում եմ դավաճաններ։ Եթե մենք առանց որևէ բանի գովազդում ենք օտար կերակուրներ, եթե մենք ավելի նախապատվությունը տալիս ենք օտար կերակուրներին, ապա մենք դավաճանում ենք մեր ազգային մշակույթին։ Պարոն Մամուլյան, ինչով է պայմանավորված, որ այսօր խոսում ենք խոհարարության մասին, որ բուն խոհարարության ոլորտում այսօր օտարամոլությունը գնալով առավել մեծ տենդենսների է հասնում։ Ինչն է նպաստում եւ ինչով է հայ ազգային ավանդական կերակրատեսակը փորձում զիջել նորարարությանը։ Դա մի քանի ասպեկտ կա, դրա այդ հարցի պատասխանը ունի մի քանի ասպեկտ։ Տեսեք, նախ առաջինը ինֆորմացիային չտիրապետելն է։ Այսինքն առաջինը այն է, որ մեր հասարակության շատ ու շատ շերտեր տեղեկացված չեն մեր ազգային խոհանոցի մասին։ Եվ այստեղ մենք ենք մեղավոր, քանի որ մեր կազմակերպությունը ինքնական վերցրել է ազգային խոհանոցի զարգացման բեռը, պատասխանատվությունը, ապա մենք համարում ենք, որ դա մեր բացթողումն է եւ դրա վրա աշխատում ենք։ Փառք Աստծո, հիմա արդեն նույնիսկ գրքեր է տպագրված, 4 մարզերի գրքեր ենք տպագրել Սյունիքի,
Տավուշի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերի գրքերը տպագրված են։ Այդ մարզերին բնորոշ կերակրատեսակները, ցավոք սրտի առայժմ լայն սպառման դեռ մենք չենք կարողացել հասնել, որովհետեւ Հովանաբորը, որ միջազգային կազմակերպություն է, այստեղ ուզում եմ օգտվել առիթից շնորհակալություն հայտնել ռազմավարական զարգացման գործակալությանը, այդ կազմակերպության շնորհիվ որ տպագրեցինք, տպաքանակը շատ քիչ է եւ մենք ավելի թիրախային այդպես բաժանում ենք ուսումնական հաստատություններին, զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին եւ մարզերի ռեստորաններին ենք բաժանում։ Այս վաճառքում կլինի վերատպելուց հետո։ Հիմա դեռ չէ, շատ քիչ քանակով է։ Սա մի ասպեկտ է ես նշեցի։ Երկրորդը այդ օտարամոլության ախտը ուրիշինը ավելի գնահատելու, սեփականը չգնահատելու այդ կործանիչ գաղափարն է, որը ախտ է, որ մեր ներսից որդի նման մեր ինքնությունը կրծում է, որդի նման ուղղակի տանում է։ Սրա համար ուղղակի պիտի դեռ հարսանիքի օրվանից մտածել եւ այդ արարողակարգ, այդ ծիսակարգը իրականացնել ավանդական ծիսակարգով, որ վաղը ծնվեց այդ հարսանիքի արդյունքում ծնված երեխան արդեն ինքը իր մեջ կրի այն հազոր գենը, որը մեր նախնյաց գենն է եւ որը մենք պարտավոր ենք շարունակելու։ Բոլոր միջոցներով, բոլոր գիտակից մարդիկ պիտի փառաբանեն մեր ազգայինը։ Սա միակ ճանապարհն է։ Պարոն Մամուլյան, որ պահից մենք նահանջեցինք մեր ազգային ավանդական արժեքներից։ Ես այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի, որ համարվեմ ամենաճիշտ տեղեկացվածը, բայց իմ կարծիքով իմ գոնե տեսածը սովետականության ժամանակաշրջանը տեսեք, եթե խոհանոցի մասով ասենք, եթե 80-ական թվականներին մեր հարևան պետությունները, հանրապետությունները, Վրաստան, Ադրբեջան եւ այլ հանրապետություններ սովետական միության պետականորեն ամրագրեցին իրենց ազգային խոհանոցը, մենք չամրագրեցինք։ Մենք դա համարեցինք երկրորդական։ Տեսեք, ինչի մասին է խոսքը, իրենց ազգային խոհանոցը պետականորեն ամրագրել են Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, այլ հանրապետություններ, մենք չենք արել։ Մենք շատ ինքնավստահ ենք, մտածում ենք, որ մերն է, մեզանից չեն վերցնի, թե դա նաև այստեղ միտում եք տեսնում։ Չգիտեմ, իմ կարծիքով չենք կարևորը։ Մեզ համար այլ արժեքներ են կարևոր։ Մենք կարևորում ենք այլ երևույթներ։ Մենք ցավոք սրտի շատ ավելի ձևն ենք կարևորում, բովանդակությունը թողնելով։ Իրականը, բովանդակայինը, հիմնականը թողնելով բարձի թողի, մենք կարևորում ենք ձևը, ներկայանալի ինչ-որ բաներով, եւ չգիտեմ, չեմ ուզում միտում տեսնել, չնայած այս ինֆորմացիայի եմ տիրապետում մեր ազգային խոհանոցի գրքերի աշխատությունների մասով, որ օտար եւ հակառակորդ եւ թշնամի ազգի ներկայացուցիչների ձեռքում է հայտնվել, ես այդպիսի ինֆորմացիա ունեմ, դեռ 20-րդ դարի սկզբի 18-ական թվականներին կարծեմ Վրաստանի Թիֆլիսի քաղաքապետարանում հրդեհ է բռնկվում, որտեղ լինում է նաև 3 հատոր հայկական խոհանոցի մասին գիրք։ Դա Հովանես Կարնեցու հեղինակած 3 հատորը այրվում է կամ կորչում է։ Իր գրվածքից միայն մի հատոր է մնացել, այն իր մեջ ներառում է 2500 բաղադրատոմս, մեծամասամբ իհարկե այս պահպանվածը վերաբերում է քաղցրավենիքներին, բայց այդ 3 հատորը այրվել է իբր։ Ես ունեմ տեղեկություն, որ այդ հատորները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Խոսքս 20-րդ դարի, այսինքն 1918-ական, մինչև 10 թվականներին կարծեմ հրդեհ է բռնկվել, այդ թվականների մասին է։ Ես միտումի մասին եմ խոսում, այսինքն միտում տեսնում եմ, թե չէ։ Ես միտում տեսնում եմ իհարկե, քանի որ շփվելով եւ պահ կամ առիթից առիթ հարաբերվելով նաև մեր օպոնենտների, հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչներից
իրենց այդ ներկայացուցիչի հետ իր ամբարտավան վերաբերմունքից ես զգում եմ, որ ինքը տիրապետում է մեր խոհանոցի, շատ են զբաղվել մեր խոհանոցով եւ տիրապետում են ինքը նույնիսկ ամբարտավան այդպես հայտարարություն մի անգամ արեց, ասեց եթե դուք ուզում եք ես կօգնեմ ձեր խոհանոցներ կվերականգնենք։ Ըստ երևույթին հենց Ես չգիտեմ արդեն դա հիմա ինչի մասն է։ Խոսքը առաջացավ այդ արտահայտությունը, երբ որ մինչև 17 թվականը տոլմայի մասին, այդպես տոլմայի մասով բանավեճ էր գնում, 17 թվականից հետո իհարկե դադարեց, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլմայի մի տարատեսակը 17 թվականին համարեց որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն կամ Ադրբեջանի տարածքում այսպես օգտագործել այսպես է կարծեմ ձևակերպած բայց ես գիտեմ որ այդ մարդիկ աշխատում են ուսումնասիրում են նույնիսկ հետևում են մեզ ես եւս մի երևույթի մասին խոսեմ այդ հետևելու մասին շատ երբ որ ինձ հարցնում էին մեր ազգային խոհանոցի հատկապես այն երագրատեսակների մասին որոնք վիճահարույց են համարվում մեր հարևանների կողմից ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք ես բանաձևը մեկն էի տեսնում նախ առաջինը երբ որ այդ կերակրատեսակի տեխնոլոգիական շղթայով պետք է գնալ դեպի հումք տեսնել թե այդ ինչ մթերքներով է պատրաստվում եւ երկրորդ ամենամեծ կռվանը եթե այս կամ այն կերակրատեսակը ունի ծիսական նշանակություն տոնածիսական է նրա մասին արդեն խոսելը ավելորդ է եւ ես վերջերս արդեն տեսնում եմ խաշը ադրբեջանցիները արդեն տանում են դեպի իրենց ծիսակարգ Նախանցած տարի էր կարծեմ միր հեռուստատեսության մի ելույթ ունեց տեսա որտեղ ադրբեջանցին խաշ է պատրաստում եւ երբ որ իրեն հարցնում են սա ինչ կերակուր է ասում են ամեն տարի հունվարի 1-ին մենք խաշ ենք պատրաստում Այսինքն իրենք արդեն խաշը տանում են դեպի ծիսակարգ փորձելը բան չի խաշը եւ վրացիները եւ Վրաստանը պետականորեն ամրագրված է որպես վրացական կերակրատեսակ խաշի բայց պատրաստման ձևը մի քիչ փոխել են մի քիչ փոխված են եւ ադրբեջանցիները էլ հավակնություն ունեն դրա յուրացնելու կարծեմ իրենք են ամրագրել Այսինքն խաշը սերում է Վրաստանից հետագայում իրանք ամրագրել են որպես պետական որպես իրենց ազգային կերակրատեսակ բայց մենք ինչ ենք արել մենք համարում ենք դա աղքատների կերակուր ճիշտ է թե չէ մենք փոխանակ դա ասենք որ դա ծիսական կերակուր է Եվ ուսումնասիրենք մարդը, որ խոսում է, ով որ կարծիք է հայտնում խոհանոցից, պիտի ինֆորմացիա ունենա։ Իսկ խաշը իրականում ինչ կերակուր է։ Խաշը ծիսական հարսանիքի խնամականչի կերակրատեսակն է։ Դա արդեն ծիսակարգ է։ Խաշը հարսանիքները պատրաստում էին, իրականացնում էին աշուն, ձմեռ եւ վաղ գարնանը։ Տնտեսապես ավելի պասիվ ժամանակաշրջանում։ Եվ հարսանիքի ավանդույթները եթե տեսնում ենք, մենք նախորդ օրը այդպես միսը կտրելու օրն է, այդ միսը, այդ մսացուի միսը հարսանիքի օրը օգտագործելու, այնուհետև ոտքն ու գլուխը մյուս օրը պատրաստում էին եւ խնամիներին կանչում էին, որպես խնամականչի կերակուր է հանդես գալիս։ Դա արդեն ծիսակարգ է։ Բայց ցավոք սրտի մենք բոլորս կարող ենք արտահայտվել ամեն ինչի մասին։ Իդեպ պարոն Եվ ասել, որ դա աղքատների կերակուր է։ Ու վերջ։ Ձեր զրույցի ընթացքում ես ուշադիր լսում էի, երբ դուք նշեցիք, որ հարևան, թշնամական երկրի խոհարարները փորձում են մեր ուտեստները իրենցով անել, ըստ էության, հարց առաջացավ, Այն նշում են, որ սպորտը, երկարվեստը, մշակույթը, խոհանոցը ազգություն չի ճանաչում եւ հարցս հետեւյալն է ձեզ, որպես հեղինակավոր հայ ազգը ներկայացնող խոհարար։ Արդյոք այդ թշնամանքը խոհարարական տարբեր միջոցառումների ընթացքում արտահայտվում է, թե դուք եւս կիսում եք այդ տեսակետը, որ խոհարարությունը ազգություն չի ճանաչում եւ այդ պահին ոչ դուք եք համարում, որ նա թշնամական երկրից է, ոչ էլ իրենք։ Ես միշտ այս հանգամանքի մասին արտահայտվել եմ հետևյալ կերպ։ Ինձ համար աշխարհի ամենաբարի եւ ամենախաղաղասեր հանրությունը դա խոհարարների հանրությունն է, բացի Ադրբեջանից։ Այնտեղ ամբողջությամբ քաղաքականացված են։ Կան լավ խոհարարներ, մենք շփվել ենք որոշ մարդիկ իհարկե բոլորին հնարավոր չի ասել, բայց այնտեղ քաղաքականացված են եւ
եւ այլ կերպ հնարավոր չէ իմ կարծիքով, որովհետեւ նրանք նաեւ խոհանոցի միջոցով են ուզում այստեղ իրենց գտնվելը բնական համարել։ Խոհանոցի միջոցով են ուզում համարել բնական եւ իրական, այսինքն իրենց քոչվոր չլինելը, տեղաբնիկ լինելը խոհանոցի միջոցով են ուզում նաեւ ապացուցել։ Իհարկե դա այդպես սին նպատակներ են, որոնք ոչ մեկը չի հավատա, բայց այնուամենայնիվ խոհարարական հանրությունը աշխարհի ամենաբարի ու ամենալավատես հանրությունն է։ Մենք շատ ենք հանդիպում տարբեր ազգերի խոհարարների հետ եւ միշտ այս գաղափարը ես առաջ եմ տարել եւ միշտ ընդունվել է։ Եվ կես կատակ կես լուրջ նաեւ ասում եմ, որ եթե աշխարհը ուզում է խաղաղություն ունենա, ապա աշխարհի կառավարումը պիտի հանձնել խոհարարներին։ Եվ աշխարհը կլինի եւ գեղեցիկ, եւ առողջ, եւ խաղաղ։ Պարոն Մամուլյան, մեր հետևորդները նաև մեկ հարց էին ուղարկել, որ ցանկանում էին հնչեցնել հաղորդման շրջանակում։ Հարցը հետևյալն է. առհասարակ կա տարածված տեսակետ, որ տղամարդ խոհարարը շատ ավելի համեղ է պատրաստում, քան կին խոհարարը։ Այդ դուք լինելով տղամարդ խոհարար եւ հայտնի խոհարար, լեգենդար խոհարար, կիսում եք այդ տեսակետը։ Այսինքն մեր կանանց կողմից եք, թե իրականում տղամարդկանց, որն է օբյեկտիվ իրականությունը։ Այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք։ Այն օրգանները, որոնք պատասխանատու են համահոտային հատկանիշների համար, եւ կանանց մոտ եւ տղամարդկանց մոտ նույնն են, բնականաբար։ Բայց որպես նրանց զարգացվածության մակարդակ, տղամարդկանց մոտ մի քիչ ավելի զարգացած է, բայց այս բայցը ամենակարևորն է։ Կերակուր պատրաստելը ֆիզիկական աշխատանք չի միայն, դա հոգևոր աշխատանք է։ Եվ պատրաստողի տրամադրվածությունից է կախված կերակրատեսակի հաջողությունը։ Իսկ ով կարող է պատրաստել համեղ տատիկից կամ մայրիկից առավել իր երեխայի կամ թոռնիկի համար։ Ոչ մեկը, որովհետև կերակուր պատրաստելը այդ իր ներսից այդ բարություն կամ իր ներսից սեր ներդնելն է։ Որ մի տղամարդը կարող է մայրիկի չափ սիրել իր զավակին կամ ընդհանրապես աշխարհը, ոչ մեկը։ Այս հարցի պատասխանը Ճիշտ է, առհասարակ ասում են, որ մայրական սիրուն ոչինչ չի փոխարինի, բայց հայրական սերն էլ ունի լրիվ այլ առանձնահատկություն, լրիվ այլ աշխարհ։ Այլ ոլորտում կարող է դրսևորվել հայրական սերը բնականաբար, ոչ կերակուր պատրաստելիս։